Հարցազրույցի եմ հրավիրում Միասնություն դաշինքի Վոլոդիա Գրիգորյան, Միասնություն դաշինքի տեխնացու Վոլոդիա Գրիգորյանի վստահված անձին ներկայացեք խնդրեմ։ Հրայր Ասլանյան։ Պարոն Ասլանյան, նախ ներկայացրեք խնդրեմ ինչ ընթացքով է գնում ընտրական գործընթացը, առավոտ վաղ այստեղ եք եղել, ինչ ընթացքը ինչպես եք գնահատում։ Ընթացքը գնահատում եմ հանգիստ, լարվածություն չկա, դեռ նորմալ է ամեն ինչ, կարծում ենք, որ sense նորմալ էլ կվերջացնենք այսօր։ Կուտակումներ, որևէ խախտումների մասին տեղեկատվություն ունեք։ Դեռ ոչ մի բան ստեղ չենք տեսել, չենք արձանագրել, մնացած տեղերում չեմ կարող ասել, դեռ ստեղ ոչ մի բան չի եղել, կուտակումներ կամ խախտումներ։ Իսկ ընդհանրապես ինչպես եք նկատում, ինչպես են տրամադրված մեր ժողովրդը, ինչպես է տրամադրված մասնակցության առումով փառաքարցիները։ Փառաքարցիները մինչ օրս մեր արդեն եղած այդ արշավի ժամանակ, նախընտրական արշավի ժամանակ մենք հասկացանք, որ փառաքարցիները շատ լուրջ փոփոխություններ են ցանկանում։ Իսկ ընդհանուր այսօրվա շարժը մի քիչ թույլ է դեռ, առավոտը մի քիչ ավելի թույլ էր, քիչ բացվում է, դեպի ակտիվություն է գնում, ակտիվություն արդեն երևում է։ Հա, սա այն ժամն է, երբ պետք է արդեն բավական ակտիվ լինեն ընտրողները, դուք մտավախություն կարող եք ունեք, որ կարող է ասենք օրվա վերջում համապատասխան չափով քվեարկողներ չլինեն։ Մենք չափ չենք որոշում, մասնակիցների քանակը մեզ այդքան, հիմա ասենց ասեմ, մասնակիցները ինչքան գան, այդքանը նշանակում է արդեն, որ նրանք այդքան են ճիշտ գտել, մենք ոչ մեկի չենք ասել գա կամ ստիպել կամ այդպես բաներ մեր մոտ չկա, մենք ընդհանուր մտածում ենք հաղթանակի մասին, թե 50% կգա, թե 70% մերը հաղթանակն է, ինչը մենք ոչ թե ակնկալում ենք, այլ այդ 15 օրվա ընտրարշավի ժամանակ հասկացել ենք, որ մենք հաղթելու ենք։ Այստեղ ժողովրդի հետ խոսելով, ընտրողների հետ ես նկատեցի, որ մարդիկ շեշտում են, երբ հարցնում ենք հանուն ինչի եք ընտրել, հանուն փոփոխության, եւ շատերը նկատում են, որ այո, իրենք մեծ կարիք ունեն, այդ անհրաժեշտություն կա փոփոխությունների։ Ձեր տեխնացուն ինչ եք կարծում կավարտի օրը հաղթանակով։ Մենք վստահ ենք, որ կավարտենք հաղթանակով։ Իսկ փառաքար համայնքի բնակչությունը, խոշորացված համայնքի բնակչությունը լուրջ փոփոխություն ակնկալում է, հաշվի առնելով անցած 3 տարվա համայնքում եղած անգործությունը, համայնքում եղած, ես կարող եմ կոպիտ հնչի անտերվիճակը։ Մարդիկ, ովքեր ղեկավարել են, շատ հարցերում մեղադրում են մեզ ավականիներին, քիչ էին չեկան, սենց իրենք իսկ իրենց 11 մանդատով, ովքեր 21 թվականին գոռում էին, որ մենք համայնքի ղեկավար ենք, մենք ունենք 11 մանդատ, իրենց 11 մանդատով չէին կարող կառավարեին, որովհետև իրենց 11 ավականիներից շատերը չէին ուզում, շատերը հետո փոշմանեցին, որ իրանց հետ են եղել, հիմա առանձին են արդեն, չկարացան ղեկավարել, չկարացան կառավարել։ Դրա համար հիմա փառաքար համայնքի ժողովուրդն ուզում է լուրջ փոփոխություն, ակնկալելով համայնքի ծաղկունքը։ Իսկ մենք 15 օրվա ընթացքում ասել ենք, որ մեզ համար շատ կարևոր է փառաքար համայնքում փառաքարցու վաղվա լավ օրը։ Դա շատ կարևոր է մեզ համար, մեր տեխնացուի համար, մեր տեխնացուին համայնքում մոտ 70-80% ճանաչում է, հարգում է, արած աշխատանքները գիտի եւ այն ժամանակ, եւ որ չի եղել որպես համայնքի ղեկավար, հիմա արդեն պատկերացնում են, եթե լինի համայնքի ղեկավար, ինչքան ճիշտ, մաքուր ու արդյունավետ կլինի կառավարումը։ 4 քաղաքական թիմեր են մասնակցում եւ 1 դաշինք, այո։ Այո, չէ, 3 քաղաքական թիվ։ Ընդհանուր առմամբ 4, այո։ Ընդհանուր առմամբ 4։ Հաշվի առնելով մեր տեսած 3 տարվա անցած ճանապարհը, մենք 3 քաղաքական ուժերին, չակերտներով ուժ կարելի համարել, չենք համարում որպես առանձին ուժեր, քանզի երկրորդ եւ երրորդ քաղաքական ուժերը աշխատել են առաջինի հետ,
Այսինքն իշխանության հետ աշխատել են, իշխանության հետ կոալիցիա են կազմել, իրանք միշտ իշխանության հետ են եղել, թե խի առանձնացան, թե ինչ էդ կարևոր չի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ նրանք առանձին ուժ են ուզում ներկայացնել։ Դա հայտնի տեխնոլոգիա է ընդդիմությունից ձայներ պոկելու համար, չէ՞ կարծում հենց առանձին հանդես գալը այդ նպատակն է։ Այս դեպքում չի ստացվի, հավատացած եղեք, այս դեպքում մեր ընտրողը մեզ անդրելու, մեզանից ոչ կարան ձայնը տենց կողքից այս մեկը, այն մեկը չի լինի այդ տարբերակը, չի կարա լինի այդ տարբերակը, քանզի փարաքարցին արդեն 3 ձեր ասած քաղաքական ուժերը տեսելա ոնց են կառավարում։ Հիմա ուզում է փոփոխություն։ Փաստորեն շատ լավ քայլ է արել, որ ընդդիմությունը, որին շատ հաճախ չի հաջողվում միասնաբար հանդես գալ, փարաքարում այսօր հանդես է գալիս միասնաբար մեկ դաշինքի ներքո։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք 21 թվականին ունենալով 49.4% ձայներ եւ դրանից հետո երբ որ իրանք կոալիցիա կազմեցին ու մենք հաղթելով չդարձանք համայնքի ղեկավար, մենք դրանից հետո նույնիսկ ապացուցեցինք, որ մենք միասնական ենք։ Ու հիմա առավել եւս մենք չենք պայքարում պետականության դեմ։ Մենք պայքարում ենք փարաքարցու վաղվա օրվա համար։ Հաշվի առնելու, որ փարաքարը 3 տարվա ընթացքում ճգնաժամ ապրել։ Նույնիսկ 25 թվականի բյուջեի հաստատում չի ունեցել։ Իրենք ունեն 11 մանդատ ավականու, բայց չեն կարող 25 թվականի արդեն 3-րդ ամիսն է վերջանում, նրանք չունեն 25 թվականի բյուջե։ Այդ անգործությունը ինչով կմեկնաբանեք։ Իրար չհասկանալով, իրանց մեջ իրար ավականիներին իրար չհասկանալով, չվստահելով, իրար հետ չլինելով, լինելով մեկ թիմում, ես կողքից որսս նայում ենք չեմ կարող համարեմ դա մեկ թիմ։ Թիմը չի լինում այդպես, թիմը լինում է մեր թիմի նման, որ 21 թվականից մինչև օրս մենք պայքարում ենք, մենք անում ենք ամեն ինչ փարաքարցու վաղվա օրվա համար ու բոլորը Վալոդյա Գրիգորյանի շատ ավելի քան լավ ճանաչում են հազարավոր ծրագրեր, հարյուրավոր ընտանիքներին եւ տարբեր տեսակի օգնություններ, փողոցների ասֆալտապատումներ, սպորտային ակումբների հովան, տարբեր ծրագրեր ունի Վալոդյա Գրիգորյանը արած ու բոլորը նրան ճանաչում են։ Ու մենք վստահ ենք, որ մենք հաղթելու ենք։ Պարոն Նաստարյան, մեկ հարց եւս եւ ամփոփենք, իշխանությունը մենք տեսնում ենք վերջի տարիներին թիմ ընտրություններում տարբեր, մարզերում տեղի ունեցած տարբեր համայնքներում ամեն ինչ արել է ամեն գնով, օրենքի խախտումներով, տարբեր մեթոդներ կիրառելով, ճնշում եւ այլն, որպեսզի իր տեխնացում, այսպես ասած, քվեն շահի, իրականում շատ տեղերում ուղղակի սարքվել է այդ ամբողջը։ Ինչ կարծիքի եք, հնարավոր է որ նման զարգացում լինի նաեւ փարաքարում, օրվա վերջում եւ եթե դուք տեսնեք, որ այդպիսի իրավիճակ է, ինչ եք անելու, պայքարելու եք, ինչ եք անելու։ Մենք 21 թվականին ցույց տվեցինք, որ մենք պայքարելու ենք։ Մենք պայքարեցինք։ Ու այս անգամ ավելի ուժեղ ենք պայքարելու մեր փարաքարցու յուրաքանչյուր տրված ձենի համար։ Մեր առաջնորդին բոլորը գիտեն, որ նրան պաշտոն պետք չի։ Նրան ֆինանսներ պետք չի, նա նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է իր 5 տարվա աշխատավարձը ներդնել համայնքում։ Նրան դա պետք չի, նրան պետք է փարաքարցու վաղվա օրը, մեր երեխաների վաղվա ապագան փարաքար համայնքում։ Մեզ դա է պետք։